Այո, ես ինչպես միշտ վատ parking եղած մեքենայում նման եմ նստած, ուղղվենք եւ շարունակենք։ Խոսել ենք լավ երաժշտությունից, ֆանտաստիկ երաժշտությունից, երաժշտություն, որը որ անկրկնելի է, որը որ կա ֆիլմերում, կա ցանկացած յուրաքանչյուր մարդու սրտի խորքում կա։ Պարզապես ամենը պետք է արցնացնի դա, նույնիսկ եթե կան մարդիկ, ովքեր ասում են, ես չեմ սիրում ջազ կամ չեմ հասկանում ջազը, նման բան չկա։ Անհնարին ոչինչ չկա այս կյանքում ու անհնար է չսիրել ջազը։ Եվ այսպես փետրվարի 27-ին ժամը 20-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում կինոների ամենաջազային սաունդթրեքերը Հայաստանի պետական ջազ նվագախմբի կենթանի հնչողությամբ եւ ֆիլմային տեսաշարով մեծ էկրանին։ Whiplash, Mission Impossible, Skyfall, The Pink Panther եւ այլ հիտեր մեկ երեկոյում եւ հենց այս ամենի մասին ենք խոսելու մեր հյուրի հետ։ Sorry for my bad English։ Եվ մեր հյուրն է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանը։ Ողջույն։ Բարի լույս։ Լույս Արավատի։ Այսինչ բոմտուն թեմա եք բերել մեզ։ Նախ սկսենք նրանից ընդհանրապես մի 4 գործ նշեցի, բայց վստահ եմ, որ ցանկը մեծ է։ Ցանկը այո մեծ է։ Ու ես երբ որ երեք օրինակ նստած ընդհանրապես հետաքրքրվում էի, ինչ ա լինելու, ոնց ա լինելու եւ այլն եւ այլն եւ այլն, մտքիս եկավ մի ֆիլմ, որը որ կարծում դիտել եք, ջազում միայն աղջիկներն են։ Արդյոք այդ ֆիլմից ինչ-որ մի բան ընտրված կա, թե ես պարզապես ֆիլմն եմ իրեն ասոցացնում ջազի հետ ու չկա ինչ-որ գործ, որ կարելի է ընտրել այդտեղից։ Անշուշտ շատ հայտնի ֆիլմ է, բոլորիս կողմից սիրված։ Այս ծրագրում չենք ներառել այդ կինոնկարից ոչ մի դրվագ երաժշտական, չնայած որ չեմ սխալվում։ Դե հայտնի Մերլին Մոնրոյի հայտնի երգը երևի այդ ֆիլմի եւ ընդհանրապես ջազի հետ ասոցացվող սիմվոլներից մեկն է։ Այս անգամ չենք ներառել, որովհետեւ այս համերգի ֆորմատը գործիքային մեկնաբանությունն է այս բոլոր սաունդթրեքերի, չենք ունենալու երգիչներ, բայց կարծում եմ դա տեսարժանությունն ու լսարժանությունը համերգի չի պակասացնելու, քանի որ ունենալու ենք մեծ ջազային նվագախումբ կենթանի կատարմամբ եւ մեծ էկրանին ցուցադրվող կինոյի հատվածներ, այնպես որ այս անգամ առանց վոկալ։ Ջազը հաճախ բնորոշվում է որպես ազատության երաժշտություն։ Ըստ ձեզ 21-րդ դարում այդ փիլիսոփայական հիմքը որքանով է պահպանված։ Ազատության իմաստով ջազում դե եթե այդ ազատությունը վերցնես, ժանրը կփոխվի, արդեն չի լինի ջազ, այնպես որ կարծում եմ, որ գուցե տարբեր դարաշրջաններում տարբեր ձևով է դրսևորվում ջազային ազատությունը, տարբեր հնչողությամբ եւ տարբեր գործիքներով կարելի է դա պատմական տարբեր շրջաններում հանդիպել, բայց առանց ձեր նշած ազատության ջազը չի լինի ջազ։ Այնպես որ դա պահպանվում է միշտ։ Կարող եք փաստել, որ օրինակ այսպես թեմատիկ, հա, երեկոները երբ որ ընտրվում են, ավելի են գրավում հանդիսատեսին։ Ճիշտն ասած, պիտի նշեմ այս ծրագրի, մեր կատարմամբ, մեր մատուցմամբ էքսկլյուզիվության մասին, որովհետև սա հայտնի ֆորմատ է նվագախմբերի կողմից կինոերաժշտության ուրեմն ընթերցումը, հա, լայն տարածում գտած ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում հիմա այդպես վերջի երևի 5-10 տարին այդպիսի թրենդ կա ու մեզ մոտ էլ չէ ժամանում են տարբեր նվագախմբեր Հայաստան, որ վերջերս տեսած կլինենք տարբեր տենց ֆորմատի համերգներ եւ նվագում են հայտնի սաունդթրեքեր։ Ինչով է յուրահատուկ մեր այս պրեմիերային մոտեցումը, որ Հայաստանում մենք չենք ունեցել ջազային սաունդթրեքերի եւ ջազ նվագախմբի կողմից, այսինքն մեր պետական ջազ նվագախումբը չի ունեցել այսպիսի ֆորմատ եւ բնականաբար մեր երկրում էլ կարելի է ասել, որ ջազային նվագախմբի կատարմամբ եւ ջազի ժանրում սաունդթրեքերի այս ֆորմատը կինո համերգի այս պահին եզակի է եւ առաջնախաղ, այնպես որ սա էլ ընդգծում մեր ընտրած ֆորմատի էքսկլյուզիվությունը եւ հուսով ենք, որ այն իհարկե միտում ունի նաև մեծացնելու մեր ջազային ուրեմն լսարանը, սիրողների համայնքը եւ բնականաբար այսպիսի թեմաները շատ ավելի միշտ արդիական են եւ հանդիսատեսին գրավող։ Մենք էլ այդպես մեր խորամանկությունն արել ենք եւ ուզում ենք ջազը ավելի հանրամատչելի դարձնել, այդ կողմն էլ ցույց տալ ջազ երաժշտության, որպեսզի մարդիկ էլ ավելի սիրեն ու շատ կան մեր համերգներին։ Իսկ այսօրվա թվային դարաշրջանում երիտասարդները որքանով են պատրաստ լսելու այդ կենթանի երգչախմբային, նվագախմբային երաժշտությունը ըստ ձեզ։ Գիտեք, ես
վերջի ժամանակներում այլ կերպ եմ սկսել մտածել, տեսնելով այդ միտումը, որ առաջարկն է առաջացնում պահանջարկը, այլ ոչ թե հակառակը, այսինքն ինքս նկատել եմ, երբ դու ցանկացած հանդիսատեսի, թեկուզ ոչ պատրաստված հանդիսատեսի կամ երիտասարդների, ովքեր գուցե ջազային ժանրը հիմք կհամարեն իրենց հետաքրքրությունների համեմատ, երբ ճիշտ ես մատուցում, երբ ունենում ես ինտերակտիվություն, երբ ունենում ես հարգանք հանդիսատեսի նկատմամբ եւ փորձում ես պահպանել այդ կապը ու ինչ որտեղ նաեւ ունենալ ձգտում մեկնաբանելու ինքդ քո արածը, հա, ոչ միայն խոսքով, այլ նաև ուղղակի ձգտմամբ ու էներգիայով, երբ ուզում ես, որ հանդիսատեսը հասկանա քո արածը, կլինի դա ջազ, ավանգարդ, թե որևէ այլ բարդ, ուրեմն արվեստի ճյուղ, հանդիսատեսը անպայման ընկալում է ու սրան հավատալով մենք անում ենք մեր համերգները եւ իրոք տեսնում ենք այն տարբերությունը, որ մեր կարծիքի համեմատ, որ երիտասարդությանը երբ լավ մոդայիկ, ճաշակով, թեթև մատուցում ես այդ ամեն ինչը, երիտասարդությունն էլ է սկսում այդ ժանրի խորությունը սկսում անկալել, այսինքն ամեն ինչ արտիստի եւ կազմակերպվածության նաեւ շատ կարևոր դեր ունեն դրանք, որպեսզի դու հանդիսատեսին կարողանաս գրավել, անկախ նրանից դրանք երիտասարդ են թե չէ։ Կարող եմ մի քիչ շատ պատասխանատվություն եմ դնում հենց արտիստների վրա, բայց կարծում եմ դա կարևոր գործոն է հանդիսատեսին գրավելու եւ պահելու համար։ Բայց այդ երիտասարդությունը մեր նոր սերունդը իրենք շատ արագ են կարող կողմնորոշվել ու հասկանալ լավն ու վատը ու շատ իրենց դժվար է կարծիքով խաբել։ Այո, իրենք շատ արագ են կողմնորոշվում։ Չի պատրաստում խաբել, հենց այստեղ է ամբողջ։ Չէ, ուզում եմ այդ արհեստական բանականությամբ հիմա շատ չէ, գործեր են հայտնվել են, որ մարդիկ ասում են, ինչ լավ գործ է, բան sense, բայց որ նայում ես ամբողջությամբ արհեստական բանականությամբ հարած ու չես կարող երբևիցե համեմատել ջազի կամ սիմֆոնիկի, այսինքն ինչ մի գործ անիմաստել է մրցակցության մեջ մտնելը, որովհետև միևնույնն է այդ արագությունը մարդը երբեք չի ունենալու ինձ նույն, այնպես որ մրցակցել արհեստական բանականության հետ ոչ ճաշակի իմաստով կարելի է, ոչ էլ տեխնիկապես։ Նաև ոչ միայն այս հա երեկոն ու վստահ եմ շատ ու շատ համերգներ առանձնանում են մշտապես ձեր կողմից ինչով, հա, այսինքն հիմա մենք օրինակ գիտենք, որ ընտրված են ամենաֆանտաստիկ գործերը, ջազային, ֆիլմային տեսաշարով, որով ուղեկցվելու է իրենք ավելի յուրահատուկ են դառնում վստահ եմ ձեր կողմից ինչ որ գույն ավելացնելով, այսինքն ոչ միայն օրիգինալ դες վերսիան ենք մենք լսելու, այլ ինչ որ այլ մոտեցում է լինելու ձեր կողմից։ Ձեր ասած նշած հանգամանքները մեր ծրագրում ուրեմն այսպես խաչվում են։ Մենք ունենք ծրագրի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ընտրված են հենց այնպիսի սաունդթրեքեր, որոնք հենց ջազային բիգ բենդով էլ հնչում են ֆիլմերում, այսինքն մենք լսելու ենք մաքսիմալ մոտ օրիգինալին ու այս ռեպերտուարը շատ քիչ է համընկնում մյուս նվագախմբերի նման պրոյեկտների հետ, այսինքն ինչ որ իրանք են նվագում, ինչ որ մենք ենք նվագելու, նրանց կատարմամբ կարող է չլսեք։ Այսինքն հնարավորինս օրիգինալին մոտիկ ծրագիր է հնչելու, բայց նաև ունենք յուրահատուկ մաս, որը ջազային իմպրովիզացիան է եւ այս ծրագիրը եւս անմասն չի դրանից ու այդ նույն հայտնի ստեղծագործությունների մեջ, որոնք հնչելու են ինչպես ֆիլմերում, այդ նույն հզորությամբ, մենք ունենալու ենք նաև սոլիստներ, իմպրովիզացիա եւ տեղում նվագվող երաժշտություն։ Այսինքն այդ երկու առանձնահատկություններն էլ ներառված են ծրագրի մեջ։ Հունվարին, եթե չեմ սխալվում, 20, քանից ներ 22-ին, թե 20, լավ, հստակ որը չեմ հիմա մտել, հունվարին է եղել։ Ինձ հետաքրքիր է ֆիլհարմոնիկի ու ջազի բաթլը ի վերջո ոնց ավարտվեց։ Ով հաղթեց, հանդիսատեսը, թե ի վերջո հանդիսատեսը։ Դու ես հաղթել։ Դե իհարկե կարող ենք ասել, որ հաղթեց հանդիսատեսը, հաղթեց արվեստը, հաղթեց երաժշտությունը։ Այո։ Շատ յուրահատուկ է։ Մեզ շատ դուր եկավ։ Ես կուզեմ խոսել, ես կուզեմ ձեր կարծիքը լսել, հա, որովհետև ես պատիվ չեմ ունեցել, այստեղ Լուսինեն էր մեր հյուրը, 4090 բարեգործական հետ կազմակերպված ֆանտաստիկ միջոցառման հետ կապված, մենք չենք եղել որպես հաղորդավարներ, մեր մյուս գործընկերներն են եղել, բայց ես գիտեմ, որ դուք եք այդ ամենի մի մասնիկն էլ դուք եք ձեզ համարում վստահ եմ։ Այդ ձեր կարծիքն որքանով է, ինչ է տալիս եւ որքանով է կարեւոր ձեր համար
նմանատիպ բարեգործական կարևոր մեծ միջոցառումներին մասնակից լինելը։ Անշուշտ դա շատ կարևոր է մեր եւ մեր կարգի կոլեկտիվների համար։ Մենք պատիվ ենք համարում մեզ օգուտ բերելու, նպաստելու մեր երկրի չգիտեմ, ապահովությունը, անվտանգությունը ապահովող եւ իրանց կյանքը դրան նվիրող մարդկանց ինչ որ մեր ժանրի, մեր գործով, մեր արվեստով ինչ որ ձև երբ կարողանում ես օգուտ բերել, լցվում ես դրանից։ Զգում ես, որ իզուր չեն ջանքերդ, իզուր չի արածդ գործը եւ չգիտեմ, դա երևի երջանկությունը կազմող այսպես կոմպոնենտներից մեկն է։ Ապրիլի 30-ն է նաև արտիստի համար։ Ճիշտ է, ես չգիտեմ մենք հասցնենք ձեզ այդ ընթացքում կրկին հյուրընկալել, բայց ապրիլի 30-ը քաղաքը սկսում է ապրել ջազով։ Ջազի միջազգային օրն է։ Այո, արդյոք ունենք արդեն ինչ-որ ծրագիր, որ ինչա լինելու մոտավոր, եթե իհարկե հնարավոր է ճակերտները բացել, թե դեռ վաղ է խոսել այդ ամենի մասին։ Ամեն ինչ դեռ պլանավորման փուլում է, բայց վստահ եմ, որ Հայաստանի պետական ջազ նվագախումբը անպայման կունենա նորություններ ասելու այդ առիթով։ Դեռ չեմ կարող հստակ ուրեմն բացել անելիքները, բայց վստահ եմ, որ ապրիլի 30-ը շատ ջազային տոնական է լինելու։ Մենք լինելու ենք դրա մի մասը։ Ես շատ եմ սիրում այդ օրն ամենամոտ, երբ որ նախ մեր քաղաքն արդեն ամբողջությամբ կանաչ է լինում, տուրիստների ու առասարակների։ Եվ դուք քո 3 երեխաների հետ գեղեցիկ։ Իրենք չեն թողի ես ինչ-որ բան հասկանամ համերգից։ Չէ, ես իրենց հետ չեմ գնում, որովհետև իրենք չեն թողում բան հասկանաս։ Ու ցավոք սրտի դա այն ժամն ենք գնում, որ աշխատանք ես լինում, բայց մի 10 րոպե գոնե 30 րոպե ուղղակի հաճույք է, այն ինչ որ տիրում է մեր քաղաքը։ Մեզ համար էլ է շատ սպասված օր ջազ երաժիշտների համար եւ կարծում եմ բոլոր երաժիշտների համար էլ դա լավ օր է մեր քաղաքում, ինքը միշտ լավ է անցնում ու կարծես տարվա մեջ ինքը լինի առաջ եւ հետո երաժշտական այդ տարվա ընթացքում կարծես մի նոր տարին լինի ապրիլի 30-ը, այսպեսի զգացողություն կա, միշտ դրանից հետո գալիս է արդեն տաք սեզոնը, բացօթյա համերգների սեզոնը, այնպես որ սկսվում է։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք փետրվարի 27-ին ժամը 20-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում կինոների ամենաջազային սաունդթրեքերը Հայաստանի պետական ջազ նվագախմբի կենթանի հնչողությամբ եւ ֆիլմային տեսաշարով մեծ էկրանին։ Մեր հյուրն էր Հայաստանի պետական ջազ նվագախմբի գերավաստական ղեկավար Դավիթ Մելքոնյանը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ լավ։ Անցնում ենք առաջ կրկին խոսել ենք երաժշտությունից, բայց արդեն այլ ուղղությամբ ենք գնալու, ովքեր կլինեն, մնացեք մեզ հետ կիմանաք գովազդից հետո։